Երբ խավարը վախ է սերմանում մի ամբողջ ազգի սրդերում, երբ պատմությունը գարձես բռնում է շունչը, սպասելով թե ով կհամարձակվի ասել ճշմարտությունը, հենց այդ պահին մենք սկսում ենք մեր հետաքննությունը։ 1987 թվականի վերջը Երևանի կառավարության շենքի խորանցքներում, այնտեղ որտեղ մարմարե սանդուղքները լուսավորվում էին ափերի ոսկեզօծ ջահերից, որտեղ հստակ քայլերից հետո միշտ գալիս էր դռների փակվելու ծանր ձայնը, մի գիշերում տեղի ունեցավ հանդիպում, որի մասին պաշտոնական ոչ մի արձանագրություն չի պահպանվել։ Այդ գիշերը խավարը վաղուց էր իջել Երևանի փողոցներին, բայց Ֆադեյ Սարգսյանի կաբինետում լույսը դեռ վառ էր, և պատուհանի բաժակներից պաղ արտացոլում էր մի այնպիսի լարվածություն, որը փողոցներում կանգնած ցույցի մասնակիցները երբեք չէին տեսնի։ Որովհետև այնտեղ, ներսում, միջանցքներում, որոնք երբեք չեն ներկայանում հեռուստատեսության կադրերում, մի այցելու, ում անունը երբեք չի հնչել պաշտոնական հաղորդագրություններում, ներս էր մտել առանց գրանցման, առանց բանակների, առանց այն ամենի, ինչը սովորական դիվանագիտական արարողակարգը պահանջում է։ Ինչ խոսեցին այդ գիշերը, մենք չգիտենք, բայց մի բան գիտենք հաստատ. երբ այդ մարդը դուրս եկավ, Ֆադեյ Սարգսյանի երեսը այլևս նույնը չէր։ Այդ օրերին Հայաստանում մի խիստ տարօրինակ իրականություն էր տիրում։ Փողոցներում հազարավոր մարդիկ բացականչում էին Արցախի ազատագրման կամքը, բայց այն մարդիկը, ովքեր պիտի որոշումներ կայացնեին, նստած էին հարմարավետ կաբինետներում և խմում թանկարժեք կոնյակ, այն կողմ ներկայացնող մարդկանց հետ։ Ինչպես է հնարավոր, մի ժողովուրդ պայքարում է իր ապագայի համար, իսկ նրա ընտրված ղեկավարները հանդիպումներ են անցկացնում մութ գիշերներին, անունները չգրանցելով, պաշտոններն անվանակոչելով միայն ծածկագրերով։ Պատասխանը թաքնված է այդ գիշերվա մութ միջանցքներում։ Այդ պահին, երբ Արցախի թեման դառնում էր Խորհրդային Միության փլուզման առաջին սպառնալիքը, երբ Մոսկվան դեռ կարող էր ամեն ինչ ճնշել մի քիչ զորությամբ, Ֆադեյ Սարգսյանը, 12 տարի վարչապետ պաշտոնը զբաղեցրած մարդ, գտնվում էր ճակատագրական խաչմերուկում։ Նա գիտեր ամեն ինչ։ Նա ուներ արխիվներ, որոնք պարունակում էին բոլոր գաղտնիքները։ Նա տեսնում էր ներսից, ովքեր են միանում ազգային շարժմանը և ովքեր են լուռ մնում։ Իսկ առավել կարևորը, ովքեր են հանդիպում հակառակ կողմի ներկայացուցիչների հետ և խոսում այն լեզվով, որը ժողովուրդը երբեք չի լսի։ Բայց այդ գիշերվա հանդիպումից հետո ինչ-որ բան փոխվեց։ Վերջին այցելուն խոսել էր հանգիստ, սառը, որոշական ձայնով։ Նա չէր բարձրացրել ձայնը, նա չէր սպառնացել, նա պարզապես նստել էր բազկաթոռին և իր ձեռքերը փոխկապել աղյուսակի վրա և խոսել էր այն պարզությամբ, ինչը միայն մարդիկ, ովքեր վստահ են իրենց իշխանության մեջ, կարող են ցուցաբերել։ Խոսել էր բաներ, որոնք Ֆադեյ Սարգսյանի համար հնչեցին ոչ թե որպես խորհուրդ, այլ որպես վճռական հրաման։ Խոսել էր ապագայից, որը կկարող էր տարբեր լինել, կախված նրանից, թե որ կողմը կընտրի Սարգսյանը։ Եվ երբ այդ մարդը դուրս գնաց, միջանցքների լռությունը փոխեց ամեն ինչ։ Որովհետև լռությունը միայն լռություն չէ։ Երբ դու վարչապետ ես, լռությունը դառնում է ընտրություն։ Ինչ ընտրություն է արել Ֆադեյ Սարգսյանը այդ գիշերը, մենք դեռ չգիտենք, բայց պատմությունը պահպանել է հետքեր։ Երբ մենք հիմա վերադառնում ենք հետ, ուսումնասիրելով 1988 թվականը, տեսնում ենք մի տարօրինակ պատկեր։ Փողոցներում ամենուր Արցախ, Արցախ, Արցախ։ Հազարավոր մարդիկ հիշում են այդ օրերը որպես ազգային արթնացման առաջին ալիքներ։ Բայց շատ քիչ մարդիկ են խոսում կառավարական կաբինետների ներքին խաղերի մասին։ Մենք կարող ենք միայն ենթադրել։ Մենք կարող ենք միայն ուշադրություն դարձնել փաստերին, որոնք պահպանվել են արխիվներում։ Եվ այդ փաստերը պատմում են պատմություն, որը շատերը չեն ցանկանում լսել։ Ինչու՞ վարչապետ, ով 12 տարի ղեկավարել է Հայաստանը, հանկարծ դադարեցնում է իր աշխատանքը 1989 թվականին, հենց այն պահին, երբ Արցախի շարժումը հասնում է գագաթնագետի։ Այդ գիշերվա այցելուն իր հետ բերել էր պարկ։ Դա մենք գիտենք մի անուղղակի վկայից, ով տեսել է, թե ինչպես այդ մարդը ներս է մտնում շենք, փոքրիկ, կաշվե պարկով, որը նա սեղմ էր պահում աջ ձեռքով։
Այդ պարկում ինչ էր։ Փաստաթղթեր, գումար, մի այլ տեսակի առաջարկություն։ Մենք չգիտենք, բայց ըստ այդ վկայի, երբ այցելուն դուրս էր գալիս, պարկը լիովին դատարկ էր։ Բացված էր և դատարկ էր։ Ինչ էր մնացել այդ կաբինետում, մենք միայն կարող ենք ենթադրել։ Եվ դա է հենց այն հարցը, որը փորձում ենք պատասխանել այս հետազոտության մեջ։ Ինչպես է հնարավոր, որ վարչապետ, ով ունեցել է բացարձակ վստահություն Հ, Խ, Ս, Հ, Կ, П առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի կողմից, ով աշխատել է նրա հետ 14 տարի, հանկարծ գտնվում է այնպիսի իրավիճակում, որտեղ նա պետք է ընտրություն անի։ 1987 թվականի դեկտեմբերի սկզբներում Երևանում սկսվեց մի տարօրինակ շարժում։ Մարդիկ, ովքեր երբեք քաղաքականության մեջ չէին խառնվել, սկսեցին մտածել։ Մարդիկ, ովքեր սովորել էին լուռ ընդունել կառավարության որոշումները, սկսեցին հարցնել։ Հարցնել, ինչու Արցախը չպետք է վերադառնա։ Հարցնել, ովքեր են միջամտում այդ հարցին։ Եվ ամենակարևորը, հարցնել, իսկ իրենց ընտրած ղեկավարները ինչ են անում այդ ամենի համար։ Այդ հարցերը սկսվեցին շուկաներում, սրճարաններում, տների բակերում և աստիճանաբար հասան մինչև թատրոնի հրապարակ։ Իսկ կառավարության շենքում այդ օրերին մի տարօրինակ լռություն էր տիրում։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն, ոչ մի հստակ դիրքորոշում։ Կարծես ինչ-որ բան արգելակում էր նրանց խոսել։ Կարծես ինչ-որ մեկը պահում էր նրանց բերանները փակ։ Երբ մենք նայում ենք Ֆադեյ Սարգսյանի կենսագրությանը, տեսնում ենք բացառիկ կարիերա։ Ծնված 1923 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում, նա ավարտել էր Լենինգրադի կապի Լենին անվան ռազմական ակադեմիան, դարձել էր գեներալ-մայոր ինժեներական զորքերի և վերջապես 1977 թվականին նշանակվել էր հայկական ԽՍՀՄ կառավարության նախագահ, պաշտոն, որը նա զբաղեցրեց 12 տարի։ 12 տարի։ Դա երկար ժամանակ է։ Դա բավականաչափ երկար է, որպեսզի ճանաչես համակարգը ներսից։ Բավականաչափ երկար է, որպեսզի իմանաս բոլոր գաղտնի միջանցքները, բոլոր չգրանցված հեռախոսահամարները, բոլոր այն մարդկանց, ովքեր իսկապես որոշումներ են կայացնում։ Եվ հենց այդ փորձառությունն էր, որը դարձել էր նրան թիրախ։ Որովհետև մարդ, ով գիտի շատ, դառնում է կամ ամենաթանկարժեք դաշնակիցը, կամ ամենավտանգավոր թշնամին։ Եվ հենց այդ գիշերվա այցելուն եկել էր հենց դրա համար, պարզելու, թե որ դերում է Ֆադեյ Սարգսյանը պատրաստվում մնալ։ Կարծես ժամանակը կանգ էր առել։ Մենք հիմա, ավելի քան 30 տարի անց, կարող ենք միայն վերակառուցել այդ գիշերը։ Կարող ենք միայն հավաքել այն փոքրիկ վկայությունները, որոնք մարդիկ պահպանել են իրենց հիշողության մեջ։ Բայց մի բան անվիճելի է։ Այդ հանդիպումից հետո Ֆադեյ Սարգսյանի կյանքի ուղին փոխվեց։ Վարչապետը գիտեր, թե ինչ էր տեսնում, երբ նայում էր իր պատուհանից դեպի Երևանի փողոցները։ Տեսնում էր ոչ միայն շարժումը, միտինգները, պաստառները, Արցախի պահանջով։ Նա տեսնում էր ավելի խորը։ Տեսնում էր այն ուժերը, որոնք փորձում էին վերահսկել այդ շարժումը, ուղղորդել այն իրենց օգտին, կամ հակառակը, ճնշել այն մինչև չուշե։ Եվ իր դերում ուր էր նա։ Արդյոք նա նույնպես դարձել էր այդ խաղի խաղաքարը։ Մենք գիտենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ սարսափելի հողմներից, Սպիտակի հողմերից, որը ոչնչացրեց ամբողջ շրջաններ, և Ֆադեյ Սարգսյանը անմիջապես գնաց աղետի գոտի, առանց օգնականների, առանց քարտուղարների, անմիջապես լուծելով խնդիրները։ Այդ պահին նա դարձավ հերոս բազմաթիվ մարդկանց համար, բայց նույնիսկ աղետի բեռն ու ողբերգությունը չկարողացան փակել հարցերը։ Ինչու՞։ 1989 թվականին, երբ Հայաստանը դեռ ցնցվում էր հողմերից, երբ աղետիվի վերականգնման աշխատանքները դեռ ընթանում էին, Ֆադեյ Սարգսյանը դադարեցրեց իր պաշտոնը որպես վարչապետ։ Պաշտոնական փաստաթղթերը չեն խոսում պատճառների մասին, պարզապես գրված է համապատասխան որոշմամբ։ Բայց որոշում ով որոշեց։ Եվ ամենակարևորը, ինչու։ Այդ գիշերվանից մի քանի ամիս հետո սկսվեց մի այլ խաղ,
Եվ այս խաղը արդեն վերաբերում էր ոչ թե քաղաքական դիրքորոշումներին, այլ ապրելուն կամ մահանալուն։ Ֆադեյ Սարգսյանի առողջությունը սկսեց վատանալ, դա փաստ է, բայց ինչպես եւ երբ, այդ մասին գրեթե ոչինչ չկա պաշտոնական արխիվներում։ Նրա անձնական բժիշկը եկավ գաղտնի, ոչ մի ախտորոշում չհասավ պաշտոնական փաստաթղթերի մեջ, սակայն ԽՍՀՄ ԿԳԲ-ի արխիվները պարունակում են Դեդեղորայքի ցանկ սրտային անբավարարության համար, որը Սարգսյանը թաքցրել էր 10 տարի։ Եվ այդ ցանկը գտնվում էր ԿԳԲ-ի արխիվում, այլ ոչ թե առողջապահության նախարարությունում։ Ինչու՞։ Ինչու գաղտնի ծառայությունը պետք է պահեր վարչապետի բուժման մանրամասները, եթե դա պարզապես բժշկական խնդիր էր։ Երբ մենք բացահայտում ենք արխիվներ, երբ մենք կարդում ենք այն թերթերը, որոնք տասնամյակներ շարունակ մնացել են փակ, բացահայտվում է ճշմարտություն, որը շատերը չեն ուզում տեսնել։ Ֆադեյ Սարգսյանը եղել է ոչ թե պարզապես վարչապետ, նա եղել է ողջ համակարգի մի անբաժանելի մասը։ Համակարգի, որը գործում էր ստվերներում։ Նա իմացել է ամեն ինչ։ Յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր գաղտնի պայմանագիր, յուրաքանչյուր գաղտնի փոխանցում։ Եվ այդ ամենի մասին գիտելիքը դարձնում էր նրան թիրախ։ Մենք կարող ենք միայց պատկերացնել, ինչ էր զգում այդ մարդը, երբ նա նստում էր իր կաբինետում, գիտենալով, որ իր սիրտը կարող է դադարել ցանկացած պահին, եւ միևնույն ժամանակ գիտենալով, որ կան մարդիկ, ովքեր սպասում են հենց դրան։ Կարող ենք միայն պատկերացնել, ինչ միտքներ էին անցնում նրա գլխով, երբ անձնական բժիշկը գալիս էր գաղտնի, ոչ թե առավոտյան, երբ սովորական են այցելությունները, այլ երեկոյան ուշ, երբ կառավարական շենքում գրեթե ոչ ոք չկար։ Կարող ենք միայն պատկերացնել, ինչ վախ էր ապրում այդ մարդը, երբ յուրաքանչյուր առավոտ արթնանում էր եւ մտածում. արդյոք այսօր է այն օրը, երբ սիրտը չի դիմանա։ Բայց նրա առողջության խնդիրն էր միայն մի մասը խաղի։ Ավելի մեծ խաղ էր ընթանում բարձր մակարդակում։ 1988 թվականին Արցախի շարժումը հասել էր մի փուլի, որտեղ Մոսկվան չէր կարող այլևս անտեսել։ Կարեն Դեմիրճյանը փորձում էր հավասարակշռություն պահպանել երկու կրակների միջև՝ ազգային շարժումի պահանջների և Կրեմլի հրամանների միջև։ Բայց հավասարակշռությունը չէր կարող երկար շարունակվել։ Ճակատագրական ընտրությունը մոտենում էր, և Ֆադեյ Սարգսյանը գիտեր, այդ ընտրության մեջ նա ունի դեր։ Դեր, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Եվ մենք 30 տարի անց դեռ փորձում ենք պարզել, որ դերն ընտրեց նա, և ինչու այդ ընտրությունը դարձավ նրա վերջին մեծ որոշումը։ Այդ գիշերվա այն փոքրիկ կաշվե պարկը, որը մնաց կաբինետում, պարունակում էր ավելին, քան մենք երբևէ կիմանանք։ Բայց պատմությունը արդեն սկսել էր շարժվել դեպի իր անխուսափելի ավարտը։ Երբ նրանց խնդրեցին խոսել, նրանք հրաժարվեցին։ Երբ խնդրեցին երկրորդ անգամ, նրանք լռեցին։ Բայց երբ երրորդ անգամ նրանց ասացին, որ պատմությունը կկորի, եթե նրանք չխոսեն, նրանք վերջապես համաձայնվեցին։ Այսօր 30 տարի անց երրորդ անհատ, ով աշխատել էր Ֆադեյ Սարգսյանի անմիջական շրջապատում, համաձայնվեց պատմել այն ամենը, ինչը տեսել է սեփական աչքերով։ Անունը չենք հրապարակում, ըստ նրա պահանջի, բայց պատմությունը, որը նա պատմեց, շարժեց մեր թիմի բոլոր անդամներին։ Մինչև վերջին րոպեն ես հավատում էի, որ մենք կփրկվենք, ասում է նա, և նրա ձեռքերը դեռ դողում են այս բոլոր տարիներից հետո։ Ինչ գիտեր այս մարդը, ինչը մենք չգիտենք։ Ինչպիսի գաղտնիքներ է պահում նա այս 30 տարիները։ Նա աշխատում էր վարչապետի աշխատակազմում որպես տեխնիկական օգնական, պարտականություններ, որոնք թվում էին միանշանակ և չնչին, բայց իրականում տալիս էին նրան հասանելիություն այն տեղերին, որտեղ որոշվում էր պատմությունը։ Մեր աշխատանքը չէր վերջանում երեկոյան ժամերին, հիշում է նա։ Հաճախ մենք մնում էինք մինչև կեսգիշեր, երբեմն նույնիսկ ավելի ուշ, և հենց այդ ուշ ժամերին սկսվում էին այն հանդիպումները, որոնց մասին պաշտոնապես ոչ ոք չէր խոսում։ Նա հիշում է մի երեկո, 1987 թվականի հոկտեմբերին, երբ Սարգսյանի կաբինետ ներս մտավ մի մարդ,
ում նա երբեք չէր տեսել։ Նա հագած էր մութ կոստյում, փոքրիկ ակնոցներ և կրում էր հին տեսակի դիվանագիտական պայուսակ։ Այդ մարդը ներս մտավ առանց ազգանվանն ասելու և դուրս եկավ 3 ժամ անց, առանց մի խոսք ասելու անձնակազմի որևէ անդամի հետ։ Բայց ավելի քան այդ անծանոթ այցելուն, մեր զրուցակիցը հիշում է Սարգսյանի դեմքի արտահայտությունը, երբ այդ մարդը դուրս եկավ։ Նա նստած էր իր աղյուսակի առջև և նայում էր դատարկության մեջ, պատմում է նա։ Ես մտա հարցնելու, թե արդյոք նրան ինչ-որ բան պետք է, բայց նա պարզապես ակնարկեց ինձ և ասաց. «Գնա տուն, այսօր ամեն ինչ վերջացավ»։ Այդ խոսքերը հնչում էին այնպես, ասես ինչ-որ անդառնալի բան տեղի էր ունեցել, ասես դռները փակվել էին մի ճանապարհի վրա, որը երբեք ավելի չէր բացվելու։ Բայց ո՞ր դռները, ինչ ճանապարհ էր փակվել այդ երեկոյան։ Մեր զրուցակիցն ասում է, որ Սարգսյանը փոխվել էր այդ հանդիպումից հետո։ Նախկինում նա միշտ մտածում էր բարձրաձայն, քննարկում էր որոշումները մեզ հետ, նույնիսկ եթե մենք չէինք պաշտոնական խորհրդատուներ։ Բայց այդ օրվանից հետո նա դարձավ փակ, լռակյաց, կարծես իր ներսում մի պատ էր կառուցել։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել, բայց նա ոչինչ չասաց, շարունակում է նա։ Միայն մեկ անգամ, երբ մենք մենակ էինք, նա ինձ ասաց. «Երբեմն քեզ տալիս են ընտրություն, որը իրականում ընտրություն չէ»։ Այդ խոսքերը մինչ օրս արձագանքում են նրա հիշողության մեջ։ Ինչպիսի ընտրություն էր տրվել Սարգսյանին, և ով էր տվել այդ ընտրությունը, որը իսկապես ընտրություն չէր։ Շատ տարիներ անց, երբ Սարգսյանը արդեն աշխատում էր որպես Գիտությունների ակադեմիայի նախագահ, պաշտոն, որը նա զբաղեցրեց 1993-ից մինչև 2006 թվականները, մեր զրուցակիցը նորից հանդիպեց նրան մի պաշտոնական միջոցառման ժամանակ։ Ես մոտեցա և հարցրի. արդյոք նա հիշում է այն երեկոն, պատմում է նա։ Սարգսյանը դանդաղ շրջվեց, նայեց նրան և նրա աչքերում առաջին անգամ զրուցակիցը տեսավ ինչ-որ բան, որը նման էր վախի։ Նա ասաց. «Լավ է, որ դու չգիտես, թե ինչ էր այդ երեկոյան, և եթե գիտես, լավ է, որ մոռացել ես»։ Այդ խոսքերից հետո նա շրջվեց և հեռացավ։ Եվ նրանք երբեք այլևս չխոսեցին այդ թեմայի մասին։ Բայց այդ հարցը մնաց. ինչու էր այնքան վախենում այդ մարդը, նույնիսկ տարիներ անց, խոսել իր անցյալի մասին։ Բայց պաշտոնական կյանքի կողքին կար նաև մեկ ուրիշ կյանք։ Կյանք, որը երբեք չհայտնվեց հեռուստատեսության կադրերում, որը երբեք չնկարագրվեց պաշտոնական կենսագրություններում։ Ֆադեյ Սարգսյանը տանը հազվադեպ էր խոսում աշխատանքի մասին։ Նրա ընտանիքը գիտեր, որ նա կրում է մեծ պատասխանատվություն, բայց թե ինչ է իրականում տեղի ունենում կառավարության շենքի խորանցքներում, նրանք երբեք չիմացան, կամ գուցե նրանք չէին ուզում իմանալ։ Երբեմն հազվադեպ է լինում, երբ ընտանիքի անդամները խոսում են իրենց հուշերի մասին, բայց մեկը համայզվեց պատմել։ Նրա հարազատներից մեկը, ով երբեք հրապարակայնորեն հարցազրույց չէր տվել, վերջապես համաձայնվեց կիսվել հիշողություններով, պայմանով, որ մենք չենք հրապարակի նրա ճշգրիտ կապը Սարգսյանի հետ։ Տանը նա բոլորովին այլ էր, պատմում է նա։ Նա երբեք չէր բարձրացնում ձայնը, երբեք չէր ցույց տալիս նյարդայնություն։ Բայց մենք գիտեինք։ Գիտեին ինչ։ Գիտեինք, որ ներսում նա տառապում էր։ Նա հիշում է, թե ինչպես Սարգսյանը երեկոներին երկար նստում էր պատուհանի մոտ և նայում էր դուրս, դեպի Երևանի լույսերը, կարծես փնտրելով պատասխան մի հարցի, որը ոչ ոք չէր տալիս։ Հատկապես ծանր էր դարձել 1988 թվականը։ Սպիտակի հողմոլոշտից հետո Սարգսյանը գրեթե չէր գալիս տուն։ Նա գիշերներն անցկացնում էր աղետի գոտում կամ կառավարության շենքում, կազմակերպելով փրկարար աշխատանքները։ Երբ նա վերադառնում էր, նա լինում էր այնպես հոգնած, որ կարող էր մի քանի րոպե կանգնել դռան մոտ, առանց ներս մտնելու, պատմում է նրա ընտանիքի անդամը։ Մենք տեսնում էինք նրա աչքերում մի խոր ցավ, որը բառերով չէր արտահայտվում։ Բայց ավելի սարսափելին այն էր, որ նա սկսեց փոխվել ֆիզիկապես։ Նա նիհարեց, նրա մաշկը դարձավ բաց։ Եվ երբեմն երեկոներին մենք լսում էինք, թե ինչպես նա դժվարությամբ էր շնչում։ Եվ այդ պահին ընտանիքը հասկացավ, ինչ որ բան չէր ասվում։
Նրանք չէին իմացել Սարգսյանի սրտի խնդրի մասին։ Նրանք չգիտեին, որ նա տարիներ շարունակ թաքցրել էր իր հիվանդությունը եւ որ այդ հիվանդությունը արագորեն վատանում էր։ Մենք միայն հետո իմացանք, երբ արդեն ուշ էր, ասում է նրա հարազատը։ Երբ մենք հարցրինք, թե ինչու նա չի բուժվում, նա ասաց. «Ես չեմ կարող թողնել աշխատանքը այս պահին»։ Բայց իսկապես աշխատանքի պատճառով էր, թե նա վախենում էր, որ եթե մտնի հիվանդանոց, նա կվերահսկումը կորցնի իր վրա տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Եվ ով էր նրան այդպես սպառնում, որ նա վախենում էր նույնիսկ բժիշկների հետ խոսել։ Ընտանիքը փորձեց համոզել նրան գնալ բժշկի մոտ, բայց նա մերժեց։ Նա ասում էր. «Ես ունեմ անձնական բժիշկ, ով գալիս է, երբ ես կանչում եմ»։ Բայց այդ անձնական բժիշկը գալիս էր միայն ուշ երեկոներին, երբ ոչ ոք չէր տեսնում, երբ ոչ ոք չէր կարող գրանցել այդ այցը։ Ընտանիքը երբեմն տեսնում էր բժշկի տոպրակում դեղորայք, որոնք նրանք չէին ճանաչում։ Մենք փորձեցինք հարցնել, բայց բժիշկը միայն ժպտում էր եւ ասում. «Ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք»։ Բայց ամեն ինչ կարգին չէր։ Ամեն ինչ հեռու էր կարգինից։ Եվ ընտանիքը սկսեց հասկանալ, որ ինչ-որ բան շատ սխալ էր տեղի ունենում եւ որ նրանք անկարող էին ինչ-որ բան անել։ Ամենավատը այն էր, որ Սարգսյանը սկսեց փոխվել հոգեբանորեն։ Նա դարձավ կասկածելի, մարդկանց նկատմամբ, որոնց նախկինում նա վստահում էր։ Նա սկսեց վերահսկել, թե ով է գալիս տուն, ով է հեռախոսում, նույնիսկ ով է առաքում նամակներ։ Նրա ընտանիքի անդամը հիշում է մի օր, երբ Սարգսյանը հանկարծ խնդրեց, որ բոլորը հեռու մնան հեռախոսից մի ամբողջ երեկո։ Նա ասաց. «Այսօր կարող է կարևոր զանգ գալ, եւ ես չեմ ուզում, որ որևէ մեկը իմանա, թե ով է զանգում»։ Այդ զանգը եկավ կեսգիշերից հետո, եւ Սարգսյանը խոսեց մի քանի րոպե շատ ցածր ձայնով։ Երբ նա ավարտեց զրույցը, ընտանիքը տեսավ, որ նրա դեմքը լինում էր մոխրագույն։ Եվ մենք հիմա հարցնում ենք. ինչպիսի կյանք է դա։ Երբ դու պետք է վախենաս նույնիսկ սեփական տանը, երբ դու պետք է թաքցնես հիվանդությունդ նույնիսկ ընտանիքիդ հետ, երբ դու պետք է սպասես կեսգիշերային զանգերին, որոնք կարող են փոխել ամեն ինչ։ Սարգսյանը ապրեց կրկնակի կյանք։ Մեկը հանրությանը ցույց տալու համար, մեկ ուրիշը իր ներսում պահելու համար։ Եվ հենց այդ կրկնակի կյանքն էր, որը սկսեց ոչնչացնել նրան ներսից, աստիճանաբար, անխուսափելիորեն։ Այն մարդը, ում նա ամենից շատ էր վստահում, դառավ նրա մեծագույն թշնամին։ Դա ամենածանր խոսքերն են, որոնք կարելի է ասել մարդու մասին, բայց դա այն ճշմարտությունն է, որը մենք բացահայտեցինք վերլուծելով փաստաթղթերը եւ հարցազրույցները։ Երբ մարդ գտնվում է իշխանության գագաթնակետում 12 տարի, նա կառուցում է դաշնակցություններ, նա ստեղծում է վստահության ցանց, նա հիմնվում է մարդկանց վրա, ովքեր նրան հավատարիմ են։ Բայց ինչ է դա տեղի ունենում, երբ այդ մարդկանցից մեկը որոշում է փոխել կողմը։ Ինչ է տեղի ունենում, երբ հավատարիմ դաշնագիծը դառնում է գաղտնի հակառակորդ։ 1988 թվականի գարնանը Երևանում սկսեցին տարածվել մի տարօրինակ լուրեր։ Մարդիկ խոսում էին այն մասին, որ Սարգսյանի ամենամոտ խորհրդատուներից մեկը գաղտնի հանդիպումներ է ունենում Մոսկվայի ներկայացուցիչների հետ։ Փողոցային լուրերը հաճախ անհավաստ են, բայց այս դեպքում լուրերը հասան այնպիսի մարդկանց ականջները, ովքեր չեն կարող անտեսել նման ազդանշաններ։ Եվ նրանք սկսեցին հետաքննություն։ Ոչ պաշտոնական, ոչ հրապարակված, այլ խիստ գաղտնի հետաքննություն, որը նպատակ ուներ պարզել, արդյոք դա ճշմարտություն է, թե ոչ։ Նրանք հետևեցին այդ մարդուն մի քանի շաբաթ։ Նկատեցին, որ նա հանդիպումներ է ունենում տարօրինավայրերում, ոչ իր սովորական աշխատավայրում, ոչ սովորական ժամերին։ Նա հանդիպում էր անհայտ մարդկանց հետ, մարդկանց, ովքեր երբեք չեն հայտնվել Հայաստանի պաշտոնական ցանկերում, բայց ովքեր կրում էին այն տեսքը, որը ասում էր մենք այստեղ ենք Մոսկվայից։ Եվ ամենասարսափելին այն էր, որ այդ հանդիպումներից հետո այդ մարդը վերադառնում էր Սարգսյանի մոտ եւ զեկուցում էր նրան ոչ թե այն մասին, թե ինչ էր իրականում տեղի ունեցել, այլ մի այլ տարբերակ։ Ստում էր նա, թե խաղում էր երկու կողմերի համար։ Մենք գտանք մի փաստաթուղթ, որը կնքված է խիստ գաղտնի դրոշակով եւ որը պահպանվել է ոչ պաշտոնական արխիվում։ Այդ փաստաթղթում նկարագրվում է մի հանդիպում, որը տեղի է ունեցել 1988 թվականի ապրիլի վերջերին Երևանում
մի անծանոթ հանրությանը շենքում։ Այդ հանդիպման մասնակիցները 3 հոգի, Սարգսյանի խորհրդատուն, 2 անհայտ անձ, ում անունները չեն նշված։ Զրույցի թեման Արցախի խնդրի լուծում ու վարչապետի դերը։ Զեկուցողը գրել է. խորհրդատուն ստացել է հստակ հրահանգներ, որոնք հակասում են Սարգսյանի հրապարակային դիրքորոշմանը։ Ինչպիսի հրահանգներ։ Փաստաթուղթը չի մանրամասնում, բայց ավելացնում է մի նախադասություն, որը սառեցնում է արյունը։ Եթե Սարգսյանը շարունակի իր ընթացիկ քաղաքականությունը, նրա դիրքը կդառնա անկայուն։ Դա սպառնալիք էր։ Պարզ, ուղիղ, չթաքցված սպառնալիք։ Եվ այդ սպառնալիքը փոխանցում էր Սարգսյանին նրա ամենամոտ մարդու միջոցով։ Երբ մենք ցույց տվինք այս փաստաթուղթը մեր առաջին զրուցակցին, նրան ով աշխատել էր Սարգսյանի աշխատակազմում, նա միանգամից ճանաչեց այդ խորհրդատուի ձեռագիրը փաստաթղթի ստորագրության տակ։ Այո, դա նրա ստորագրությունն է, ասաց նա։ Բայց ես երբեք չէի ենթադրել, որ նա կարող էր դավաճանել։ Եվ հենց այդ խոսքը դավաճանել արձագանքում է մեր գլխում, երբ մենք փորձում ենք հասկանալ ինչ եղավ հետո։ Որովհետև դավաճանությունն ունի իր գինը, եւ այդ գինը վճարվում է ոչ միայն նրանից, ով դավաճանում է, այլ նաեւ նրանից, ում դավաճանում են։ Սարգսյանը իմացավ այդ դավաճանության մասին։ Մենք ճիշտ չգիտենք ինչպես, բայց նա իմացավ։ Գուցե ինչ-որ մեկն ասաց նրան, գուցե նա ինքը նկատեց անհամապատասխանությունները, գուցե նա պարզապես զգաց, երբ մարդ ապրում է իշխանության խաղերում 30 տարի, նա զարգացնում է ինստինկտ, որը նրան ասում է ով է հավատարիմ եւ ով ոչ։ Բայց երբ նա իմացավ, նա չբարձրաձայնեց։ Նա չհեռացրեց այդ մարդուն իր աշխատակազմից։ Նա պարզապես դարձավ ավելի լուռ, ավելի փակ, ավելի մեկուսացած։ Եվ այդ մեկուսացումը սկսեց նրան սպանել։ Որովհետև երբ դու չես կարող վստահել նույնիսկ քո ամենամոտ մարդուն, երբ դու գիտես, որ ամեն խոսք կարող է դառնալ զենք քո դեմ, երբ դու հասկանում ես, որ դավաճանությունը եկել է այնտեղից, որտեղ դու երբեք չէիր ենթադրում, ապա դու սկսում ես մեռնել ներսից։ Եվ Սարգսյանը սկսեց մեռնել։ Ոչ դանակից, ոչ հրազենից, այլ մեկուսացումից։ Մեկուսացումից, որը ավելի սպանիչ է, քան ցանկացած ֆիզիկական զենք։ Երբ իշխանության մեջ գտնվող մարդիկ հավաքվում են խավարում, առանց արձանագրության, առանց պաշտոնական դրոշակների, դա նշանակում է մի բան։ Նշանակում է, որ որոշվում է ինչ-որ բան, որը երբեք չպետք է տեսնի լույսը։ 1988 թվականի ամռանը, երբ Երևանի օդը լի էր Արցախի կանչերով, երբ հազարավորները դուրս էին եկել փողոցներ, պահանջելով ով արդարություն, մի փոքրիկ խումբ, 5 հոգի, հավաքվեց մի վայրում, որի հասցեն երբեք չի հիշադակվել պաշտոնական փաստաթղթերում։ Այդ 5 մարդկանցից յուրաքանչյուրը ուներ բանալի։ Բանալի դեպի Ֆադե Սարգսյանի ամենախորը գաղտնիքները։ Յուրաքանչյուրը գիտեր ինչ-որ բան, որը միասին կազմում էր ամբողջական պատկերը։ Եվ այդ գիշեր նրանք որոշեցին, թե ինչ անել այդ գիտելիքով։ Առաջին մարդը, նրա անձնական բժիշկը, գիտեր բժշկական գաղտնիքը։ Գիտեր, որ Սարգսյանի սիրտը դիմանում էր միայն դեղորայքի շնորհիվ, որոնք նա ստիպված էր ընդունել օրական 3 անգամ։ Երկրորդ մարդը, անվտանգության ծառայության ավագ պաշտոնյան, գիտեր, թե ով է հետևում Սարգսյանին։ Երրորդ մարդը, կառավարության ֆինանսական խորհրդատուն, գիտեր, թե որտեղ են թաքնված փաստաթղթերը։ Չորրորդ մարդը, Մոսկվայի կապակցողը, գիտեր, թե ինչ է Կրեմլը պահանջում Սարգսյանից։ Եվ 5-րդ մարդը, նա, ով երբեք չէր հայտնվել պաշտոնական լուսանկարներում, գիտեր վերջնական պլանը։ Այս 5 մարդիկ նստած էին խավար սենյակում, եւ նրանց առջև էր ընկած մի որոշում՝ կամ պաշտպանել Սարգսյանին, կամ թողնել, որ նա ընկնի։ Նրանք խոսեցին 3 ժամ։ Խոսեցին ամեն մի սցենարի մասին։ Ինչ կլինի, եթե նրանք լռեն։ Ինչ կլինի, եթե նրանք խոսեն։ Ինչ կլինի, եթե նրանք փորձեն փրկել նրան։ Եվ ինչ կլինի, եթե նրանք պարզապես հեռանան եւ թողնեն նրան մենակ։ Այդ 3 ժամում յուրաքանչյուրն ասաց իր ճշմարտությունը։ Անձնական բժիշկը ասաց. նա չի դիմանա եւս 1 տարի այս լարվածության մեջ։ Նրա սիրտը արդեն տալիս է ազդանշաններ, որոնք ես չեմ կարող անտեսել։ Անվտանգության մարդը ասաց.
Մենք ունենք տեղեկություն, որ նրա շրջապատում կա մարդ, ով հաղորդում է ամեն ինչ Մոսկվա։ Ես չեմ կարող ապացուցել, բայց ես գիտեմ։ Ֆինանսական խորհրդատուն ասաց. արխիվներում կան փաստաթղթեր, որոնք կարող են ամեն ինչ փոխել։ Բայց այդ փաստաթղթերը անհետանում են մեկ առ մեկ։ Ինչ որ մեկը ջնջում է հետքերը։ Եվ Մոսկվայի մարդը ասաց ամենակարևոր խոսքերը. Կրեմլը որոշել է։ Սարգսյանը դարձել է խոչընդոտ։ Նա չի կարող միաժամանակ բավարարել Մոսկվայի պահանջները եւ Երևանի սպասելիքները։ Ինչ որ բան պետք է տա զիջման։ Եվ եթե նա ընտրում է Երևանը, Մոսկվան կգտնի եղանակ նրան հեռացնելու։ Այդ խոսքերն արտասանվեցին հանգիստ, առանց զգացմունքի, կարծես նրանք խոսում էին եղանակի կամ շուկայական գների մասին։ Բայց այդ խոսքերի կշիռը ճզմեց բոլորին։ Եվ այդ պահին նրանք հասկացան, նրանք չեն կարող պաշտպանել Սարգսյանին առանց իրենք վտանգի մեջ ընկնելու։ Նրանք հասկացան, որ ով փորձի կանգնել նրա կողքին, նույնպես կդառնա թիրախ։ Եվ նրանք որոշեցին թողնել նրան մենակ։ 5-րդ մարդը, նա ով չէր խոսել ողջ 3 ժամը, վերջապես բացեց իր բերանը։ Եվ այն ինչ նա ասաց, սառեցրեց մյուսների արյունը։ Երբ Սարգսյանը կընկնի, մենք պետք է անհետանանք։ Մենք չպետք է լինենք այստեղ, երբ հարցերը սկսվեն։ Մենք չպետք է լինենք հասանելի, երբ փնտրեն մեղավորներին։ Յուրաքանչյուրս պետք է ունենա հատուկ պլան, որը կթույլ տա մեզ անհետանալ առանց հետքի։ Նա խոսեց այնպես, կարծես այս ամենը նախապես մտածված էր, եւ գուցե այդպես էլ էր։ Գուցե այդ ամենը պլանավորված էր ամիսներ առաջ, եւ այս 5 մարդիկ պարզապես ակտյորներ էին մի խաղում, որը խաղացվում է շատ ավելի բարձր մակարդակում։ Երբ նրանք հեռացան այդ սենյակից, յուրաքանչյուրն իր հետ տարավ ինչ-որ բան։ Տարավ գիտելիքը, որ նրանք դավաճանեցին, որովհետև լռությունը, երբ դու պետք է խոսես, ամենամեծ դավաճանությունն է։ Եվ այդ 5 մարդիկ ընտրեցին լռել, ընտրեցին անհետանալ, ընտրեցին թողնել Ֆադեյ Սարգսյանին առանձին դիմակայել փոթորկին։ Ինչպես կարող են մարդիկ, ովքեր տարիներ աշխատել են կողք կողքի, հանկարծ հեռանալ այնպես սառը։ Ինչպես կարող են նրանք ապրել իրենց մնացած կյանքը, գիտենալով, որ նրանք կարող էին փրկել մի մարդու, բայց չանեցին։ Արդյոք նրանք երբևէ քնել են հանգիստ։ Արդյոք նրանք երբևէ նայել են հայելու մեջ առանց տեսնելու դավաճանի դեմքը։ 12 տարի իշխանության մեջ։ 12 տարի, երբ յուրաքանչյուր առավոտ սկսվում էր զեկույցներով, յուրաքանչյուր օր լի էր հանդիպումներով, յուրաքանչյուր երեկո ավարտվում էր որոշումներով։ 12 տարի, երբ քո դեմքը տպագրվում է թերթերում, քո ձայնը հնչում է ռադիոյում, քո որոշումները ազդում են միլիոնների կյանքերի վրա, բայց ինչ է տեղի ունենում մարդու մարմնի հետ այդ 12 տարում։ Ֆադեյ Սարգսյանը 1977 թվականին վարչապետ դարձավ 54 տարեկանում։ Այդ տարիքում մարդն դեռ ուժեղ է, լի է էներգիայով, կարող է աշխատել 18 ժամ օրական, բայց 1988 թվականին, 11 տարի անց, նա արդեն 65 էր, եւ նրա մարմինը ցույց էր տալիս այն նշանները, որոնք պաշտոնական լուսանկարները չէին կարող թաքցնել։ Նրա մազերը, որոնք մի ժամանակ եղել էին սև ու հաստ, դարձել էին մոխրագույն եւ նոսր։ Նրա դեմքը, որը երբեմն լուսավորվում էր ժպիտով, այժմ միշտ լարված էր։ Կարծես մկանները մոռացել էին, թե ինչպես հանգստանալ։ Նրա քայլերը, որոնք մի ժամանակ եղել էին արագ ու վստահ, դարձել էին դանդաղ ու զգույշ։ Կարծես յուրաքանչյուր քայլ էր հիշեցնում նրան, որ մարմինը արդեն չէր ընդունում այն բեռը, որը նա կրում էր։ Եվ նրա աչքերը։ Նրանք, ովքեր տեսան Սարգսյանին այդ վերջին տարիներին, ասում են, նրա աչքերը փոխվեցին ամենից շատը։ Մի ժամանակ կեդրոնացած ու պայծառ, դարձան անորոշ եւ հեռավոր։ Կարծես նա այլևս չէր տեսնում այն, ինչ ուրիշները տեսնում էին, այլ նայում էր ինչ-որ այլ տեղ։ Դեպի մի անցյալ, որը վերադարձնել հնարավոր չէր, կամ դեպի մի ապագա, որը երբեք չէր գալու։ Մենք գտանք պաշտոնական լուսանկարներ, 2 շարք։ Առաջին շարքը 1978 թվականից
երբ Սարգսյանը պաշտոնավարման առաջին տարին էր։ Այդ լուսանկարներում տեսնում ենք ուժեղ վստահ մարդու, ով նայում է ուղիղ տեսախցիկի մեջ այն հստակությամբ, որը ասում է. «Ես գիտեմ, թե ինչ եմ անում»։ Երկրորդ շարքը 1988 թվականից, երբ նա վերջին ամիսներն էր պաշտոնում։ Այդ լուսանկարներում տեսնում ենք մարդու, ով կարծես ճնշված է մի անտեսանելի բեռից։ Նրա ուսերը թեքված են առաջ, նրա դեմքը հոգնած է եւ ամենասարսափելին. նա այլևս չի նայում տեսախցիկի մեջ, նայում է կողք, կարծես խուսափելով անմիջական շփումից։ Երկու լուսանկար, 11 տարի միջակայքով, եւ դրանց միջև տարբերություն, որը ավելին է, քան պարզապես ծերությունը։ Բժիշկները, որոնք հետագայում հայտարարություններ են արել, ասել են. Սարգսյանը տառապում էր սրտային անբավարարությունից, որը սկսվել էր ավելի քան 10 տարի առաջ։ Բայց այդ 10 տարի նա թաքցրել է հիվանդությունը։ Ինչու՞։ Որովհետև խորհրդային համակարգում հիվանդ մարդը թույլ մարդ է, եւ թույլ մարդը կորցնում է իշխանությունը։ Նա գիտեր այդ կանոնը, եւ նա որոշեց լռել։ Բայց լռությունն ունի իր գինը։ Յուրաքանչյուր օր, երբ նա արթնանում էր ցավով կրծքավանդակում, յուրաքանչյուր երեկո, երբ նա զգում էր, թե ինչպես սիրտը դողում է անկանոն ռիթմով, յուրաքանչյուր գիշեր, երբ նա պառկում էր չգիտենալով, թե արդյոք կարթնանա առավոտյան, նա վճարում էր իր լռության գինը։ Վճարում էր իր մարմնով։ Կառավարական շենքի աշխատակիցները հիշում են, ինչպես 1988 թվականի ամռանը Սարգսյանը սկսեց տառապել շնչառության դժվարություններով։ Երբեմն նա կանգ էր առնում սանդուղքների կեսերին պարզապես շունչ առնելու համար։ Երբեմն հանդիպումներում նա խանգարվում էր մի քանի վայրկյան, ձեռքը դնելով կրծքին։ Եվ երբեմն նրա դեմքը դառնում էր մոխրագույն, այնպիսի գույն, որը ասում էր բոլորին. ինչ որ բան սխալ է։ Բայց ոչ ոք չէր համարձակվում հարցնել, որովհետև Սարգսյանի շուրջը ստեղծված էր մի անտեսանելի պատ, որը ասում էր. մի խառնվեք, մի հարցրեք, մի փորձեք օգնել։ Անձնական բժիշկը գալիս էր գիշերները։ Այդ մասին մենք արդեն խոսեցինք, բայց այժմ մենք գիտենք ավելին։ Տեղեկատվական աղբյուրներից մենք ստացանք ցանկ, դեղորայքի ցանկ, որը Սարգսյանին մատակարարվում էր անձամբ Մոսկվայից։ Այդ ցանկում կան 17 անուն, 17 տարբեր դեղամիջոց, որոնցից 7-ը նախատեսված են սրտային հիվանդությունների համար, 5-ը բարձր ճնշման համար, 3-ը նյարդային լարվածության համար եւ 2-ը ցավազրկիչներ։ 17 դեղամիջոց յուրաքանչյուր օր։ Դա ոչ թե բուժում է, դա պարզապես ժամանակ է գնում։ Գնում է ժամանակ, որպիսի մարմինը կարողանա գոյատևել եւս մեկ օր, եւս մեկ շաբաթ, եւս մեկ ամիս։ Բայց գնված ժամանակն ավարտվում է։ Միշտ ավարտվում է։ Եվ արխիվներում մենք դտանք նաեւ այլ բան։ Գտանք 10 էջանոց զեկույց, կնքված Խորհրդային Միության KGB-ի անվտանգության ծառայության կողմից։ Այդ զեկույցը գրված էր 1988 թվականի մայիսին, եւ այն վերլուծում էր Սարգսյանի առողջական վիճակը։ Վերլուծում էր ոչ բժշկական տեսակետից, այլ անվտանգության տեսանկյունից։ Զեկույցի եզրակացությունը էր այսպիսին. Սարգսյանի առողջական վիճակը կարող է դառնալ խոչընդոտ նրա պաշտոնական պարտականությունների կատարման համար։ Առաջարկվում է նրան տրամադրել բժշկական արձակուրդ։ Եթե նա հրաժարվի, պետք է մոնիտորինգ իրականացվի նրա վիճակի նկատմամբ։ Մենք կարդացինք այդ տողերը 3 անգամ։ Մոնիտորինգ իրականացվի։ Ո՞վ էր իրականացնում այդ մոնիտորինգը։ Եվ ինչու։ KGB-ն էր հետաքրքրված վարչապետի առողջությամբ ավելի շատ, քան առողջապահության նախարարությունը։ Պատասխանը պարզ է, բայց սարսափելի։ Որովհետև KGB-ն հետաքրքրված էր ոչ թե Սարգսյանի առողջությամբ, այլ նրա կարողությամբ շարունակել հսկողություն պահպանել իրավիճակի նկատմամբ։ Եվ երբ այդ հսկողությունը սկսեց թուլանալ, KGB-ն սկսեց նախապատրաստվել փոխարինող գտնելուն, նախապատրաստվել նոր իշխանությանը, նախապատրաստվել ապագային առանց Ֆադեի Սարգսյանի։
Եվ Սարգսյանը գիտեր այդ ամենը։ Նա տեսնում էր, թե ինչպես են փոխվում նայվածքները, երբ նա մտնում է սենյակ։ Տեսնում էր, թե ինչպես են սկսում ավելի դանդաղ պատասխանել նրա հարցերին։ Տեսնում էր, թե ինչպես են մարդիկ սկսում խոսել նրա մասին անցյալ ժամանակով։ Այդ ամենը ասում էր միայն մի բան. նրա ժամանակը ավարտվում է։ Բայց ամենասարսափելին այն էր, որ արխիվներից էջեր էին անհետանում, փաստաթղթեր, որոնք գոյություն ունեին պաշտոնական գրանցամատյաններում, հանգարց չէին գտնվում։ թղթաբանակներ, որոնք պարունակում էին գաղտնի զեկույցներ, ժամանակ առ ժամանակ դադարվում էին։ Մեկը ջնջում էր հետքերը, մեկը ոչնչացնում էր ապացույցները, եւ այդ ոչ ոքը գործում էր խիստ համակարգված, խիստ մանրամասն, խիստ վստահ։ 1988 թվականի ճնշման ժամանակ կառավարական արխիվում տեղի ունեցավ գործընթաց, որը պաշտոնապես անվանվեց ռեօրգանիզացիա։ Այդ ռեօրգանիզացիայի ընթացքում ավելի քան 100 փաստաթուղթ համարվեց ավելորդ եւ ոչնչացվեց։ Ով որոշեց, որ այդ փաստաթղթերը ավելորդ են։ Եվ ինչու դրանք ոչնչացվեցին հենց այն պահին, երբ Սարգսյանը դեռ վարչապետ էր, բայց արդեն շրջապատված թշնամիներով։ Մենք գտանք գրանցամատյան, որտեղ թվարկված են այդ ոչնչացված փաստաթղթերի վերնագրերը, եւ այդ վերնագրերը պատմում են պատմություն։ Երբ դու վստահում ես մեկին ամբողջ կյանքդ, երբ դու կիսում ես նրա հետ քո ամենախորը գաղտնիքները, երբ դու գիտես, որ այդ մարդը միակն է, ով իսկապես հասկանում է քեզ, եւ հետո դու բացահայտում ես, որ հենց նույն այդ մարդն է դավաճանել քեզ, ապա աշխարհը կարծես փլուզվում է քո ոտքերի տակ։ 1988 թվականի սեպտեմբերին Ֆեդեյ Սարգսյանը պատրաստվում էր մեկ ուրիշ սովորական աշխատանքային օրվա, երբ իր գրասենյակ մտավ մարդ, ում նա համարում էր իր ամենամոտ դաշնակիցը։ Այդ մարդը նստեց նրա դիմաց եւ նայեցավ նրան այնպես, ինչպես երբեք չէր նայել։ Այդ նայվածքում չկար ջերմություն, չկար միտք, կար միայն սառը հաշվարկ։ Եվ հենց այդ պահին Սարգսյանը հասկացավ, ինչ որ բան անդառնալիորեն փոխվել է։ Այդ մարդը բացեց իր պայուսակը եւ դուրս հանեց 2 ծրար։ Առաջին ծրարը պարունակում էր 5 էջ գրված տեքստ, գրված ձեռքով, ոչ տպագրված, ոչ ստորագրված։ Այդ էջերում նկարագրված էին Սարգսյանի բոլոր խոշոր հանդիպումները վերջին 2 տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր ամսաթիվ, յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր խոսված խոսք։ Ինչպես կարող էր այդ մարդը իմանալ այդ ամենը։ Երկրորդ ծրարը պարունակում էր լուսանկարներ։ 13 լուսանկար, արված գաղտնի, այն վայրերում, որտեղ Սարգսյանը կարծում էր, թե ոչ ոք չի տեսնում։ Լուսանկարներ գիշերային հանդիպումներից, լուսանկարներ անծանոթ մարդկանց հետ, լուսանկարներ, որոնք կարող էին մեկնաբանվել տարբեր ձևերով։ Եվ ամենավատը՝ լուսանկարներ նրա անձնական բժշկի հետ հանդիպումներից, որտեղ հստակ երևում էին դեղամիջոցների տուփերը։ Սարգսյանը նայեց այդ լուսանկարներին եւ զգաց, թե ինչպես սիրտը սկսում է բաց թողնել հարվածներ։ Դաշնակիցը խոսեց հանգիստ, կարծես նա զեկուցում էր եղանակի կանխատեսումը, ասաց, որ այս ամենը կարող է հրապարակվել, ասաց, որ կան մարդիկ, ովքեր շատ հետաքրքրված են այս նյութերով, ասաց, որ եթե Սարգսյանը շարունակի իր ներկայիս քաղաքականությունը, այս նյութերը կհայտնվեն պաշտոնական զեկույցներում։ Բայց կա այլ ընտրանք, կա եղանակ, որպիսի այս ամենը մնա թաքնված։ Պարզապես պետք է մի քանի փոքր զիջումներ տալ, պարզապես պետք է փոխել մի քանի որոշումներ, պարզապես պետք է լռել, երբ որոշակի հարցեր բարձրանան։ Դաշնակիցը ավարտեց իր խոսքը, հավաքեց ծրարները եւ դրեց Սարգսյանի ավյուսակի վրա, ասաց. 24 ժամ ժամանակ կա մտածելու համար։ Ապա վեր կացավ եւ դուրս գնաց առանց հրաժեշտի։ Սարգսյանը նստած էր անշարժ։ Նստած էր եւ նայում էր այդ ծրարներին, կարծես դրանք թունավոր օձեր էին, որոնք պատրաստ էին կծելու։ 24 ժամ։ 24 ժամ որոշելու իր ողջ ապագան։
Նա բացեց սեղանի դարակը և դուրս հանեց հին օրագիր, որտեղ նա տարիներ շարունակ գրել էր իր մտքերը։ Վերջին գրառումը եղել էր 2 ամիս առաջ։ Այժմ նա վերցրեց գրիչը և գրեց մի նախադասություն։ Երբ դավաճանությունը գալիս է այնտեղից, որտեղ սպասում ես հավատարմության, ապա դու հասկանում ես, որ ամեն ինչ, ինչին դու հավատացել ես, եղել է սուտ։ Նա փակեց օրագիրը և դարձավ դեպի պատուհանը։ Դրսում Երևանը շարունակում էր ապրել իր սովորական կյանքով։ Մարդիկ քայլում էին փողոցներով, անտարբեր այն մասին, թե ինչ էր տեղի ունենում այդ կաբինետում։ Եվ Սարգսյանը հանկարծ զգաց անսահման մենություն։ Վերջին տարին անցավ, կարծես ուրվական երազի մեջ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ Սպիդակը փլվեց, երբ երկիրը ստապվեց ողբերգության մեջ, Սարգսյանը եղավ առաջին մարդը, ով հասավ տերի վրա։ Նա մոռացավ իր հիվանդությունը այդ պահին։ Մոռացավ դավաճանությունները, սպառնալիքները, վախերը։ Տեսավ միայն ավերածությունը։ Լսեց միայն աղաղակները, զգաց միայն պարտականությունը։ 3 շաբաթ նա աշխատեց առանց հանգստի։ Կազմակերպեց փրկարար աշխատանքները, համակարգեց օգնությունը, լուծեց անհնարին խնդիրները։ Եվ այդ 3 շաբաթում նրա մարմինը տվեց այն ամենը, ինչ մնացել էր։ Երբ նա վերադարձավ Երևան, նա արդեն իմացավ, որ չի կարող շարունակել։ Իմացավ, որ սիրտը տալիս է վերջին նախազգուշացումները։ Իմացավ, որ եթե շարունակի, նա կմեռնի պաշտոնում, և այդ մահը կլինի ամբողջ երկրի լրատվության առաջին էջը։ Նա չէր ուզում այդ։ Չէր ուզում, որ նրա վերջին պատկերը լինի դիակի լուսանկարը պաշտոնական սեղանի վրա։ 1989 թվականի վերջին նա գիտեր, որ ավարտը մոտենում է։ Նա զգում էր այդ յուրաքանչյուր բջջով։ Սիրտը դառնում էր ավելի թույլ օրեցօր։ Դեղամիջոցները այլևս չէին օգնում այնպես, ինչպես առաջ։ Անձնական բժիշկը հանդիպումներից հետո երկար մնում էր լուռ, և այդ լռությունը ավելի շատ էր խոսում, քան ցանկացած բառ։ Բայց Սարգսյանը չէր ուզում հեռանալ։ Չէր ուզում թողնել իր պաշտոնը առանց պայքարի։ Նա ուներ դեռ մի բան, որ պետք է աներ։ Մի վերջին բան։ Դեկտեմբերի վերջին նա ներկայացրեց դիմումը։ Պաշտոնական պատճառը գրված էր որպես առողջական պատճառներով։ Իսկականում դա էր ամենախոնար ճանապարհը դուրս գալու այն խաղից, որտեղ բոլոր կանոնները փոխվել էին։ Վերջին օրը կաբինետում նա նստեց 3 ժամ միայնակ։ Նայեց դեպի պատերը, որտեղ կախված էին դիպլոմները, մեդալները, պատվոգրերը։ 12 տարի։ 12 տարի այդ կաբինետում, 12 տարի որոշումներով, 12 տարի պատասխանատվությամբ։ Եվ հիմա ավարտվում էր։ Նա բացեց սեղանի տակի գաղտնի դարակը և դուրս հանեց մի փոքրիկ ծրար, փաստաթղթեր, որոնք նա պահել էր բոլոր այդ տարիները, փաստաթղթեր, որոնք պարունակում էին ճշմարտությունը, բայց հիմա այդ փաստաթղթերը չէին կարող փրկել ոչ ոքին։ Նա վերցրեց դրանք և այրեց փոքրիկ աղբաման մեջ։ Դիտեց, թե ինչպես են տողերը դառնում մոխիր։ Դիտեց, թե ինչպես է ճշմարտությունը անհետանում ծխի մեջ։ Եվ զգաց տարօրինակ թեթևություն։ 6 տարի անց Սարգսյանը նշանակվեց Գիտությունների ակադեմիայի նախագահ։ Պաշտոն, որը շատ ավելի հանգիստ էր, շատ ավելի հեռու քաղաքական փոթորիկներից։ Բայց հարցերը մնացին։ Երբ 2003 թվականին լրագրողներից մեկը հարցրեց նրան, ինչու նա հրաժարվեց վարչապետության պաշտոնից 1989-ին, նա պատասխանեց պարզ. առողջությունը թույլ չտվեց շարունակել։ Բայց նրա աչքերում եղավ մի փայլ, որը ասում էր ավելին։ 2006-ին նա թողեց ակադեմիայի նախագահի պաշտոնը և դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդատու։ Վերջին տարիները նա անցկացրեց հանգիստ, հեռու հանրային աչքից, հեռու քաղաքական պայքարներից։ 2010 թվականի հունվարի 10-ին, 86 տարեկանում, Ֆադեյ Սարգսյանի սիրտը դադարեց զարկել։ Նա մեռավ տանը, շրջապատված ընտանիքով։ Պաշտոնական հաղորդագրությունը խոսեց նրա մեծ ավանդի մասին, նրա տարիների ծառայության մասին, նրա դերի մասին Սպիտակի հողմոլոշտից հետո։ Բայց պաշտոնական հաղորդագրությունը չխոսեց այն մասին, թե ինչ գիտեր այդ մարդը։ Չխոսեց այն մասին, թե ինչ տեսավ նա կառավարության խորանցքներում։ Չխոսեց այն մասին, թե ինչ փաստաթղթեր այրեց նա իր վերջին օրը կաբինետում։ Եվ ամենակարևորը, չխոսեց այն մասին, թե ով շահեց նրա անկումից։
որովհետև երբ իշխանության մարդ ընկնում է, միշտ կա ինչ-որ մեկը, ով բարձրանում է նրա փոխարեն։ Երբ մեծ պաշտոն դատարկվում է, միշտ կա ինչ-որ մեկը, ով սпасել է տարիներ այդ պահին։ Երբ գաղտնիքներ թաղվում են, միշտ կա ինչ-որ մեկը, ով օգուտ է քաղում այդ լռությունից։ 1989-ից հետո, երբ Սարգսյանը հեռացավ վարչապետության պաշտոնից, 3 մարդ ստացան նոր պաշտոններ։ Մեկը դարձավ նոր վարչապետի առաջին տեղակալ, մեկ ուրիշը դարձավ առողջապահության նախարար, երրորդը դարձավ ներքին գործերի նախարարի խորհրդատու։ Եվ այդ 3 մարդիկ ունեին մի ընդհանուր բան. բոլորը եղել էին այդ գաղտնի 5 հոգանոց խմբում, որը որոշել էր թողնել Սարգսյանին միայնակ։ Դա պատահակ է, թե հաշվարկ։ Երբ մենք հետևում ենք փողի հետքին, տեսնում ենք ավելի շատ։ Նոր վարչապետի տեղակալը 189,000 թվականից մինչև 194-ը կառավարեց 3 խոշոր ձեռնարկություն։ Բոլոր 3-ը ստացան արտոնյալ կարգավիճակ և պետական սուբսիդիաներ։ Առողջապահության նախարարը վերահսկեց դեղամիջոցների ներմուծման բնագավառը, ոլորտ, որը դարձավ ամենաշահութաբեր թվականներին, երբ հողմոլոշտից հետո երկիրը խիստ կարիք ուներ բժշկական օգնության։ Ներքին գործերի խորհրդատուն ստացավ հասանելիություն բոլոր գաղտնի արխիվներին, արխիվներ, որտեղ պահվում էին Սարգսյանի տարիների բոլոր փաստաթղթերը։ Եվ աստիճանաբար այդ փաստաթղթերից շատերը սկսեցին անհետանալ։ Երբ մենք հարցրինք այդ 3 մարդկանցից մեկին, արդյոք նրանք զգում են պատասխանատվություն Սարգսյանի ճակատագրի համար, նա պատասխանեց. յուրաքանչյուրս կատարեցինք մեր պարտականությունը։ Պատմությունը է, որ որոշում է, ով ճիշտ էր։ Բայց արդյոք պատմությունը կարող է որոշել, երբ բոլոր փաստաթղթերը ոչնչացվել են։ Արդյոք պատմությունը կարող է դատել, երբ բոլոր վկաները լռում են։ Արդյոք արդարությունը կարող է տեղի ունենալ, երբ ճշմարտությունը թաղված է խավարի տակ։ Տարիներ անց Ֆադեյ Սարգսյանի մահից պատմությունը դեռ պահում է իր գաղտնիքները։ Նրա ընտանիքը շարունակեց ապրել Երևանում հեռու հանրային ուշադրությունից։ Նրանք երբեք չխոսեցին այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ նրա վերջին տարիներին իշխանության մեջ։ Նրանք պահպանեցին իրենց արժանապատվությունը լռությամբ։ Երբ լրագրողները փորձեցին հարցազրույց վերցնել, նրանք մերժեցին ժեստով, որը ասում էր ավելին, քան խոսքերը կարող էին ասել։ Այն մարդիկ, ովքեր դավաճանեցին նրան, շարունակեցին իրենց կարիերաները։ Ոմանք դարձան նախարարներ, ոմանք դեսպաններ, ոմանք խոշոր ձեռնարկությունների տնօրեններ։ Նրանք հաջողությամբ անցան խորհրդային համակարգից անկախ Հայաստանի նոր իրականություն։ Հարմարվեցին յուրաքանչյուր նոր իշխանության հետ։ Գիտեին, թե երբ խոսել և երբ լռել։ Եվ նրանք երբեք չխոսեցին Սարգսյանի մասին։ Երբեմն, երբ նրանց հարցնում էին այդ տարիների մասին, նրանք ժպտում էին, մշուշոտ ժպիտով և ասում. դա եղավ շատ բարդ ժամանակաշրջան։ Բայց նրանք երբեք չմանրամասնեցին այդ բարդությունն։ Հայաստանը փոխվեց, խորհրդային միությունը փլուզվեց, Արցախը դարձավ անկախ։ Նոր սերունդները մեծացան անծանոթ այն մարդկանց անուններին, ովքեր որոշումներ էին կայացնում 70 և 80-ականներին։ Ֆադեյ Սարգսյանի անունը մնաց մի հղում պատմության գրքերում, վարչապետ 1977-ից մինչև 1989, մարդ, ով ղեկավարեց երկիրը սպիտակի ողբերգության ժամանակ։ Բայց թե ինչ գիտեր նա, թե ինչ տեսավ, թե ինչ փաստաթղթեր այրեց, մնաց անպատասխան հարցերի շարքում։ Այն գաղտնի 5 հոգանոց խումբը, որը որոշեց նրան լքել, երբեք չհավաքվեց կրկին։ Երբ նրանցից մեկը մահացավ 2014-ին, 4 մյուսները չներկայացան հուղարկավորության արարողությանը։ Կարծես անտեսանելի պայմանագիր կար նրանց միջև՝ երբեք չհանդիպել, երբեք չհիշեք, չհիշել, երբեք չխոսել։ Եվ նրանք պահպանեցին այդ պայմանագիրը մինչև վերջ։ Արխիվները, վները, որոնք պետք է պահպանեին ճշմարտությունը, դարձան թերի։ Փաստաթղթեր, որոնք պետք է լուսաբանեին իրադարձությունները, անհետացան մեկ առ մեկ։ Յուրաքանչյուր նոր քաղաքական փոփոխությամբ մի քանի ծրար ևս գտավ իր ճանապարհը դեպի թղթամաքրիչը։ Եվ այսօր, երբ հետազոտողները փորձում են վերականգնել այդ ժամանակաշրջանի ամբողջական պատկերը, նրանք բախվում են խավարի պատին։ Բայց ամենակարևոր հարցը մնում է անպատասխան։ Ո՞վ էր իսկապես պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ։
Ով կայացրեց վերջնական որոշումները։ Ով շահեց Սարգսյանի լռությունից։ Եվ ամենակարևորը, ինչ էր այն վերջնական գաղտնիքը, որը նա տարավ իր հետ գերեզման։ Գուցե մենք երբեք չիմանանք ամբողջ ճշմարտությունը։ Գուցե չափազանց շատ մարդիկ են շահագրգռված այն թաքցնելու մեջ։ Գուցե հիշողությունները արդեն շատ աղոտված են, վկայությունները շատ հակասական են, փաստաթղթերը շատ ոչնչացված են։ Բայց հարցը մնում է։ Եվ այն չի լռելու, քանի դեռ կան մարդիկ, ովքեր փնտրում են պատասխաններ։ Երբ մարդ մեռնում է իշխանության մեջ եղած լինելով, երբ նա տարել է իր հետ գաղտնիքներ, Երբ նրա շուրջ եղել են թավաջանություններ եւ լռություններ, ապա պատմությունը պարտավոր է հարցնել. ինչու։ Պարտավոր է փորել, մինչև գտնի ճշմարտությունը։ Պարտավոր է բացահայտել անունները, մինչև արդարություն իր տեղը գտնի։ Բայց երբ բոլոր հետքերը ջնջված են, երբ բոլոր վկաները լռում են կամ մեռել են, երբ բոլոր փաստաթղթերը այրված են, ապա մեզ մնում է միայն մի բաց հարց։ Հարց, որը կմնա օդում, քանի դեռ կա հիշողություն այդ տարիների մասին։ Կար արդյոք մի գերագույն պլան, որը ղեկավարում էր այդ ամբողջ խաղը։ Կար արդյոք մի անտեսանելի ձեռք, որը տեղափոխում էր խաղաքարերը, ներառյալ Ֆեդեյ Սարգսյանին։ Կար արդյոք որոշում, որը կայացվեց շատ ավելի վերևում եւ որը դատապարտեց նրան դառնալ զոհ մեծ քաղաքական խաղի մեջ։ Թե նա ինքը կատարեց ընտրություններ, որոնք հանգեցրին նրա անկմանը։ Մենք կարող ենք միայն ենթադրել։ Կարող ենք միայն հետևել այն փոքրիկ հետքերին, որոնք մնացել են։ Կարող ենք միայն լսել այն լռությունները, որոնք երբեմն ավելի շատ են խոսում, քան խոսքերը։ Բայց գլխավոր հարցը մնում է անպատասխան։ Ով իսկապես կանգնած էր այդ ամենի ետևում։ Եվ արդյոք մենք երբևէ կիմանանք ճշմարտությունը, թե այն այլևս թաղված է այնքան խորը, որ ոչ մի հետաքննություն չի կարող հասնել նրան։